Պատրաստելու եմ տնական պիցցա, խմորը չեմ ցույց տվել, բայց բաղադրիչները կգրեմ։ Ես շատ ունեմ իմ ալիքում պատրաստված պիցցա, նույն խմորով եմ պատրաստել։ Դրա համար նորից չուզեցա ցույց տայի։ Հիմա խմորի վրա տարածում ենք թթվասերը եւ տոմատի մածուկը իրար հետ խառնած։ Մի փոքր պանիր կքերեմ, մնացածը վրայից կքերեմ պանիրը։ Ես 2 շերտով եմ անում պանիրը, այդպես ավելի համեղ է։ Պանիրը վերցրել եմ այս անգամ սուլուգունի պանիր։ Կարող եք մոցարելա վերցնել։ Ուղղակի սուլուգունին հեշտ է քերվում։ Հիմա մանրացնում եմ խոզապուխտը եւ տարածում խմորի վրա։ Նորից լավ պանիր եմ քերելու այսպես վրայից։ Վրայից դնելու եմ այս տեսակ ռուլետ, որպեսզի ավելի գեղեցիկ լինի։ Լոլիկ։ Եթե սիրում եք, կարող եք մանր անել լոլիկները, պղպեղ։ Եվ ձիթապտուղ, այսպես գեղեցիկ կշարենք։ Վրայից էլ օրեգանո այսպես կցանենք, ջեռոցը նախորոք միացրեք, մաքսիմումի տակ ենք եփվելու, մոտ 10 րոպեից պատրաստ կլինի։ Ստացվել է անչափ համեղ եւ շատ գեղեցիկ պիցցա, խմորն էլ անչափ փափուկ, տեսեք ինչքան փափուկ է ստացվել։ Հիմա կմատուցեմ, այսքանը բարի ախորժակ ցտեսություն։